27 տարի առաջ պաշտպանության փոխնախարար Վահրամ Խորխորունու սպանության գործով որոշում է կայացվել։ Մեզ հայտնի դարձավ, որ 27 տարի առաջ փոխնախարար Վահրամ Խորխորունու սպանության գործով նախաքննության ավարտ է հայտարարվել եւ գործն ուղարկվել է դատարան։ 2025 թվականի հուլիսի 25-ին Ներքնչական կոմիտեն հայտնել, որ 27 տարի առաջ տեղի ունեցած սպանությունը բացահայտվել է։ Ըստ նախաքննական մարմնի Սասուն Արուշանյանը, Հրայր Նարիմանյանը, Արմեն Արաքելյանը իսկ 98 թվականի դեկտեմբերի 10-ին շահադիտական դրդումներով Սասուն Արուշանյանի կազմակերպմամբ եւ համակատարմամբ իրականացրել են սպանությունը, ինչպես նաեւ ապօրինի կերպով ձեռք են բերել եւ պահել հրազեն։ ԿԿ-ի տվյալներով Սասունը լինելով զինծառայող կազմակերպել է սպանությունը եւ 1998 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին այդ նպատակով պայմանավորվել է Լեռնային Ղարաբաղի բնակիչներ ՀՆ-ի եւ ԱԱ-ի հետ, նրանց խոստանալով համապատասխանաբար 10-ից 15 հազար դոլար։ Սպանությունը իրականացնելու նպատակով ձեռք է բերել Մակարով տեսակի ատրճանակի ինքնաշեն փող եւ խլացուցիչ, որոնք տեղադրել է իր ապօրինի պահվող Մակարով տեսակի 9 մմ տրամաչափի ատրճանակի վրա։ Ատրճանակը փորձարկել է քաղաքից դուրս ստուգելով ձայնի խլացման աստիճանը, խլացուցիչի արդյունավետությունը բավարար չլինելու պատճառով Նարիմանյանի օգնությամբ քանդել եւ նորից ինքնաշեն եղանակով հավաքել է փամփուշտները նվազեցնելու վարորդային լիցքը։ 98 թվականի դեկտեմբերի 7-ին վերոնշյալ անձիկ եկել են Երևան իրենց հետ բերելով հանցագործության գործիք հանդիսացող հրազենը։ Սասուն Արուշանյանը հանցակիցներին ցույց է տվել շենքը, որտեղ բնակվել է Խորխորունին։ Դեկտեմբերի 9-ի երեկոյան նրանք հանդիպել են Հանրապետության հրապարակում եւ ՀՆ-ի վարած մեքենայով գնացել Խորխորունու բնակության վար, որտեղ դա անակալել են։ Ըստ նախնական դերաբաշխման ՀՆ-ն մնացել է մեքենայում, իսկ ՍԱ-ն եւ ԱԱ-ն շենքի մուտքի մոտ։ Դեկտեմբերի 10-ին ժամը 00:30-ի սահմաններում, երբ Խորխորունին մտել է շենքի մոտ, ՍԱ-ն եւ ԱԱ-ն փոխլրացնելով միմյանց արձակել են 5 կրակոց։ Արդյունքում Խորխորունին տեղում մահացել է։ Եվ ահա, Սասուն Արուշանյանի մասով գործը դատարան է ուղարկվել եւ այն մակագրվել է դատավոր Գևորգ Պողոսյանին։ Սասուն Սուրենի Արուշանյանն այս պահին կալանավորված է եւ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։